հրավիրելու եմ իմ ծառայակից ընկերոջը, մի Աստծո զորավոր մարդու, ով որ երկար տարիներ ծառայել ենք մենք իրար հետ կողք կողքի։ Նա այստեղ հյուր չի, նա այստեղ առաջի անգամ չի, դուք նրան լսել եք, վստահ եմ, որ օրհնված եք եղել, ու ուզում եմ հրավիրել այստեղ Արսեն Հայրապետյանին, քո ծափերից կերևա դու ինչքան ես օրհնված եղել նրան լսելով։ Տերը օրհնի քեզ։ Ամեն։ Եկեք ավելի բարձր Տիրոջը ծափարենք։ Հալելույա Հիսուս, մենք ես փառք ենք տալի Տեր, մենք հավատում ենք, որ դու այսօր այստեղ ես Տեր, և մենք հավատում ենք, որ դու եկել ես ոչ թե պարզապես մեզ կողքից նայելու, այլ եկել ես կպնելու ամեն մեկից Տեր, լցնելու ամեն մեկից Տեր, մի փոքր առաջ հրելու, Տեր մենք հավատում ենք, որ դու ունես գերբնական բաներ ամեն մեկիս համար, մենք խնդրում ենք, սովորացրում ես Տեր, վերցնել են, ինչ որ դու բերել ես այսօր մեր համար։ Մենք օրհնում ենք քո անունը, մեծարում ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ եւ ասում ենք Տեր, սիրում ենք քեզ։ Հալելույա, հալելույա, փառք Աստծուն։ Տերը օրհնի բոլորիդ, շնորհակալություն Փարավանյան խմբին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես չգիտեմ դուք ինչպես, ես ինձ զգում եմ ինչպես տանը։ Երևանում և Վարդենիսում, սենց ասեմ։ Հալելույա, փառք Աստծուն, հարգելիներս։ Տեր օրհնի բոլորիդ, ուրախ եմ այստեղ լինելու, այսօր ձեր հետ լինելու, ու ուզում եմ ձեր հետ կիսվել մի հրաշալի զորավոր մի խոսք, որը որ ոչ թե ամբողջությամբ, այլ շարունակաբար փոխում է իմ կյանքը և հավատում եմ, որ դեռ փոխելու է։ Ես հավատում եմ, որ Տերը նույնպես ուզում է փոխել ձեր կյանքը և շարունակաբար փոխելու է մինչև այն ժամանակահատվածը, որ կանգնելու ենք Տիրոջ առաջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Այսօրվա իմ խոսքը ես վերնագրել եմ այսպես. հաղթիր ինքդ քեզ։ Ոնց հասկանում ես, մենք մեր հետ ենք պայքարելու, պայքարը մեր հետ է, մենք նայելու ենք, որտեղ ենք մենք սայթակում, ես այսօր խոսալու եմ մեր վախերի մասին, սայթակումների, անհաջողությունների, այն պայքարների, որտեղ որ մենք հաճախ պարտվում ենք, բայց հաճախ էլ հաղթում ենք, և Տերը գիտի դրա մասին, բայց Տերը ոչ թե գիտի միայն դրա մասին, այլ ուզում է, որ մենք մեր բոլոր պայքարներում հաղթող լինենք, ամեն, հալելույա, փառք Աստծուն, կարծում եմ մենակ իմ մոտ չի, չէ, որ ժամանակ առ ժամանակ սայթակումներ կան, պարտություններ կան, ես հավատում եմ, որ քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, մենք ունենալու ենք հաղթանակներ և պարտություններ, ունենալու ենք սայթակումներ և ունենալու ենք պայ, որ պինդ կանգնելու ենք երկու ոտքի վրա, Տեր Հիսուսի օրհնությունով ու գնալու ենք առաջ։ Գիտես, երբ որ երեխաները երեխա են, դու իրանց ավելի շատ բան չես վստահում, բայց երբ որ իրանք մեծանում են, դու սկսում ես ավելի շատ բան վստահել իրանց։ Երբ որ էլի են մեծանում, արդեն պատասխանատվությունը իրանք են վերցնում իրանց վրա։ Ամեն, Տերը ուզում է մեզ աճացնի իր ներկայության մեջ։ Տերը ուզում է աճացնի մի բանի մեջ, որտեղ որ կար պայքար, ինքը հաղթում էր և այդ հաղթանակը տալիս էր մեզ։ Մի քիչ էլ ենք մեծանում, մի քիչ էլ ենք հասունանում հոգևորապես, այո, հոգևոր աշխարհում կա այդ հաղթանակը, բայց ֆիզիկական աշխարհում մենք ինքներս պետք է հաղթենք։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, վախը, ով գիտի այդ ինչ է։ Վախը դա հավատք է։ Հավատք է բացասական բաների նկատմամբ։ Ամեն։ Ամենահասարակ օրինակը նա կարող եմ ասել, երբ որ դու ոտքով գնում ես քայլելով ու դրսում ինչ-որ մի հատ շուն ես տենում, անոտ մի քիչ մեծ է լինում, մի քիչ վախենալու տեսքով ու քո միտքը սկսում է մտածել։ Կարող է ու միտքը սկսում է աշխատել ու վախացնել քեզ։ Այնպես որ դու թեքվում ես քո ճանապարհը եւ ուրիշ ճանապարհով ես գնում։ Ինչի, ինչ է ստիպես քեզ։ Հասկանում ես։
Կամ ինչ-որ մի իրավիճակ է ստեղծվում, որը որ քեզ վախացնում է, եւ այդ իրավիճակը ստիպում է քեզ անել բաներ, որոնք չեր անի խաղաղ ժամանակ։ Կներես, որ սենց անհատական եմ խոսալու, կներեք, որ սենց անհատական կպնելու եմ ձեր ցավոտ տեղերին, ձեր վախի տեղերին։ Ամեն։ Իհարկե, շատ հաճելի է ուրախ, զվարթ բաների մասին խոսալ, ծիծաղել, հա, ուրախ ժամանակ անցկացնել, բայց գիտես, ամեն մեկս ունի ծածուկ կյանք։ Ու Տերը տեսնում է դա։ Եվ այդ ծածուկ կյանքի մեջ կան վախեր։ Ինչա վախը? Հավատ բացասական բաների նկատմամբ։ Դու հավատում ես, որ քո տեսած շունը կարող է քեզ կծի։ Դու հավատում ես, որ ինչ որ իրավիճակ է ստեղծվել, կարող է դու վնասվես։ Գիտես, երբ որ կարդում ես առաջի տեղը, որը ուզում եմ ձեր համար կարդալ, շատ հանրահայտ, հա, հանրաճանաչ, միգուցե շատերը տեղը չգիտեն, բայց այդ խոսքերը շատ լսելի է։ Դա Հոբ գրքի 3-րդ գլխի 25-րդ խոսքն է։ Հոբ 3:25, որովհետև այն երկյուղալի բանից, որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասավ ինձ։ Մեր խոսքերով ասած, ինչից վախենում էի, գլխիս եկավ։ Ես խոսալու եմ հենց այդ վախերի մասին եւ առաջարկելու եմ, որ դու ինքդ պիտի քեզ հաղթես։ Ամեն։ Գիտես, շատ հաճախ մենք ասում ենք, այ տես այդ սատանան ինչ արեց։ Բայց լսի, սատանան ընդհանրապես կապ չունի այդտեղ։ Բաներ կա, որ դու ինքդ քեզ պետք է հաղթես։ Բաներ կա, որ դու ինքդ քեզ պետք է արգելես։ Բաներ կա, որ դու ինքդ քեզ պետք է թույլ տաս։ Բաներ կա, որ դու ինքդ պետք է անես։ Ամեն։ Գիտես, հաճախ քրիստոնյաները ոնց են վարվում, այն ինչ որ իրանք պիտի անեն, ասում են, դե Տերը կանի։ Ոչ, հարգելիներս, դու պիտի անես։ Տերը կանի այն, ինչ որ ինքը կանի։ Հասկանում ես։ Կամ Տերը պիտի անի այն, ինչ որ արդեն արել է 2000 տարի առաջ։ Հասկանում ես, մենք պետք է դա վերցնենք, դա մենք պիտի բերենք։ Գիտես, մեր պարտությունները այստեղ է։ Հոգևոր աշխարհում չի։ Հոգևոր աշխարհում Հիսուսը արդեն հաղթել է 2000 տարի առաջ։ Մենք պարտվում ենք ոչ թե հոգևոր աշխարհում, այլ մենք պարտվում ենք մեր մտքի եւ մտածելակերպի մեջ։ Մենք պարտվում ենք մեր զգացմունքների մեջ։ Մենք պարտվում ենք մեր աչքի տեսածով։ Մենք պարտվում ենք մեր խելքի մտածմունքով։ Մենք պարտվում ենք միտեղ, որը կռվի դաշտ է։ Եվ բարձրանալ, դուրս գալ, մտնել կռվի դաշտ առանց սպառազինության, կներեք, դա անխելքություն է։ Մենք պետք է վերցնենք այն սպառազինությունը, որը որ Տերը տալիս է մեզ։ Ամեն, որովհետև եթե մենք չվերցնենք, մենք Հոբի օրը կընկնենք։ Ինչ էր ասում Հոբը, ինչից վախեցա գլխիս եկավ։ Ես միգուցե դու ասած կլինես կամ դու լսած կլինես այդ արտահայտությունը, որոշները խոսում են իրանց աշխատանքի մասին, որոշները խոսում են իրանց երեխաների մասին, այն իրավիճակների մեջ, որը որ հաճախ մարդիկ հայտնվում են, հա, վատ հարաբերություններ եւ այլ ասում են, բայց ես իմ ամբողջ կյանքը փախել եմ այդ ձևի բաներից։ Ես իմ ամբողջ կյանքը փախել եմ կեղծավոր մարդկանցից, անհաջողությունից, մյուսից ու հանկարծ հիմա կարծես թե գլխիս է եկել դա։ Տերը զգուշացնում է։ Տերը տալիս է հնարավորություն, հարգելիներս, ամեն մեկիս, ոչ մեկս երաշխավորված չի, որ այդ բանը իր հետ չի պատահի կամ այդ բանը իր կյանքում չի հայտնվի։ Մեր վերաբերմունքը ինչպիսին պետք է լինի։ Հալելույա, փառք Աստծուն։ Փառք Աստծուն, գիտես ինչի համար, ոչ թե որ այդ վատ բաները գալիս է, այլ նրա համար, որ Տերը տալիս է ճանապարհներ դուրս գալու համար։ Տերը տալիս է հնարավորություն շրջանցելու։ Տերը տալիս է մեզ հնարավորություն ունենալ հաղթանակ ամեն իրավիճակների վրա։ Եվ ուզում եմ ձեր համար կարդալ Հռոմեացիս թղթի 8-րդ գլուխը, եկեք միասին բացենք։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 15-րդ խոսքը, ուշադիր ուզում եմ կարդալ, չնայած արդեն հնչեց այստեղից այս խոսքը, որովհետև դուք ծառայության հոգի չառաք, որ դարձյալ վախենաք։ Ամեն, Տերը մեզ ծառայության հոգի չի տվել։ Հասկանում ես, ծառայի հոգի չի տվել։ Նա չի տվել մեզ մի հոգի, որը պատճառը հանդիսանալու մենք վախենանք։
Ես ասում եմ, մեզանից ամեն մեկը մեր ներքին կյանքում, անձնական կյանքում, չերևացող կյանքում որոշակի վախեր ունենք։ Ու Տերը ոչ թե գալիս է երևացող կյանքի մեջ, այլ նա գալիս է չերևացող կյանքի մեջ։ Ես ասում եմ, լսիր, ես քեզ հոգի չեմ տվել, որ դու վախենաս։ Ամեն։ Ես կասեմ, ու եթե քո դուրը կգա այդ պահը դու կարաս ուղղակի քո համար կրկնես, քո մեջ, մտքիդ մեջ։ Ամեն։ Դու կարող ես ասել, Տեր, բայց դու ինձ հոգի չես տվել, որ ես վախենամ։ Բայց ես վախենում եմ։ Բաներ կա, որ ես վախենում եմ։ Բաներ կա, որ ես սարսափում եմ։ Բաներ կա, որտեղ ես սայթակում եմ։ Տեր, բախ դու ինձ վախի հոգի չես տվել։ Եվ շարունակությունը, երբ որ մենք կարդում ենք, այլ որդեգրության հոգի առակ, որով աղաղակում եք Աբբա Հայր։ Հալելույա, փառք Աստծուն, մենք Աստծո զավակներ ենք։ Մենք երկնքում Հայր ունենք, որ ունի անսահման հնարավորություններ։ Ամեն։ Գիտես, պետք չի հեռանալ մեր երկնային հորից, այլ պետք է վազել դեպի նրա գիրկը։ Ամեն, ընկնել նրա գիրկը, վերցնել նրանից այն ինչ որ նա արել ամեն մեկիս համար Հիսուս Քրիստոսի միջոցով 2000 տարի առաջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, երբ որ մենք հոր գրկի մեջ ենք, բոլոր վախերը գնում են։ Երբ որ մենք հոր գրկի մեջ ենք, բոլոր պարտությունները գնում են, բոլոր սայթակումները ներվում է, բոլոր ամեն մի անհանգստությունները գնում է, ինչի որտեղ ես ու դու մեր երկնային հոր գրկի մեջ ենք։ Հալելույա, փառք Աստծուն։ Բայց գիտես, ժամանակ առ ժամանակ Հայրը, ինչպես մենք որպես երկրային ծնողներ, երեխեքին իջացնում ենք։ Ասում ենք, դե քայլի, դե գնա, դե վազի, դե ինչ որ բան արա։ Ու գիտես, երբ որ մենք հոր գրկից իջնում ենք, ինչա տեղի ունենում, տեղի ունենում բաներ, որտեղ որ մենք սայթակում ընկնում ենք, որտեղ որ մենք վնասվում ենք։ Ամեն։ Սա նման է մեր կյանքերին, հարգելիներս։ Սա նման է, սիրելի Աստծո ժողովուրդ, այն ինչին, ինչը որ կատարվում է մեր հետ այսօր։ Այն ինչը որ այսօր կատարվում է ամեն մեկիս հետ։ Կան մտքեր, կան ինչ-որ պրոբլեմներ, որոշների մոտ առողջական խնդիրներ, որոշների մոտ ֆինանսական խնդիրներ, որոշների մոտ հարաբերություններ ծնողների հետ, որոշների մոտ հարաբերություններ երեխաների հետ, հարևանների հետ, մնացած ամեն ինչի հետ, հա, չգիտեմ, մեկը այն մի պրոբլեմ ունի, մեկը այն մի պրոբլեմը, իսկ որն է լուծումը։ Հարգելիներս, ես եւ դու առաջին հերթին պետք է հաղթենք ամեն մեկս մեզ։ Ամեն, իսկ դա ոնց է տեղի ունենալու, մենք պետք է հասկանանք ով ենք մենք։ Մենք բարձրյալ Աստծո զավակներ ենք։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, եթե ինչ է նշանակում զավակ լինել, ժառանգորդ լինել, մի փոքր իրավաբանական կրթություն է պետք ունենալ հասկանալու համար։ Եթե դու ես ինչի ժառանգն ես եւ ինքը ունի այն ամեն ինչը, դա դու ավտոմատ դառնում ես իր ժառանգորդը։ Այդ ամեն ինչը գալիս է քեզ։ Մենք երկնքում Հայր ունենք եւ մենք նրա ժառանգորդներն ենք։ Ամեն մենք ժառանգակիցներ ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Այն մեծ զորավոր բաները ինչ որ Տերը արել է ամեն մեկիս համար։ Բայց արի ու տես, որ մենք մեր կյանքում սայթակումներ ունենք, մենք պարտություններ ունենք, ամեն ինչի որ մեր ուզածով է, ամեն ինչի որ Աստծո խոսքով է մեր կյանքերի մեջ, ինչ մենք պիտենք։ Հարգելիներս, եկեք ուղղակի հասկանանք ով ենք մենք, ինչի ենք մենք, ինչ արել Տերը մեզանից ամեն մեկի համար։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, ու այդ պայքարը գնում է մեր մտածելակերպի մեջ, մեր մտքի մեջ, այստեղ։ Ամեն։ Դու մտքեր գալիս են, չէ՞ քեզ։ Դու քշում ես, չէ՞ մտքերը։ Մտքեր գալիս են Տիրոջից, դու ասում ես այո եւ ամեն։ Գիտես, մի քարոզիչ այսպիսի բան էր ասում էր հավատացյալները ավելի շատ լսում են սատանային, քան Աստծուն։ Ու հարցրել էին, բա այդ ո՞նց։ Նա ասում է, դու քեզ կարաս բռնացնես, դու ավելի շատ ասում ես եղավ Տեր ջան, թե ավելի շատ ասում ես ետից գնա սատանա։ Հասկանում ես տարբերությունը որն է։ Եթե սատանայից միտք է գալի, դու լսում ես, դու քշում ես նրան։
Դուրս է գալի, որ սատանան քեզ խոսում է ու դու լսում ես։ Բայց այս մի կողմը, երբ որ Տիրոջից է գալիս դա, գիտես ինչ է կատարվում, ասում ես այո եւ ամեն Տեր։ Մենք պետք է զանազանենք, որն է Տիրոջից գալիս եւ որն է սատանայից գալիս։ Գրված է, որ սատանան կրակոտ նետեր է ուղարկում ամեն մեկիս ուղությամբ, մեր մտքերի տեսքով եւ դա գալիս է մեր վրա։ Եվ մենք կարող ենք դա ընդունել այդ մտքերը, կարող ենք չընդունել այդ մտքերը, կարող ենք վերցնել, գիտես մեր ուղեղը, մեր միտքը ինքը շատ հետաքրքիր է ստեղծված։ Եթե դու հաղթեցիր այստեղ, հոգևոր աշխարհի բոլոր հաղթանակները քոնն է։ Եթե ավտոմատ ձևի դրանք դրսևորվելու են քո կյանքի մեջ։ Եթե դու պարտվեցիր այստեղ, հոգևոր հաղթանակները չեն գալիս։ Ինչի՞։ Գիտես, կա հոգևոր աշխարհ եւ կա ֆիզիկական աշխարհ։ Իսկ ի՞նչն է կապում դա իրար հետ։ Չէ՞ որ հոգևոր աշխարհում ամեն ինչ նորմալ է։ Հիսուսը խաչվել է, մահացել է, հարություն է առել։ Ամեն։ Հաղթանակ է տարել, այդ հաղթանակը մեզ է տվել, մենք բժշկված ենք իր վերքերով, ինքը ամեն բան արել է մեր համար, որ մեր կյանքերում ոչ մի խնդիրներ չլինի, բայց մենք չենք կարողանում հոգևոր աշխարհից տեղափոխենք այն ամեն ինչը ֆիզիկական աշխարհ մեր կյանքերի մեջ։ Ճիշտ եմ ասում։ Իսկ ի՞նչն է կապում դա։ Կապում է մեր միտքը, կապում է մեր խոսքերը։ Ամեն դա փոքր կամուրջ ոնց որ լինի։ Մենք հաղթում ենք այստեղ, այնտեղից տեղափոխվում է գալիս է։ Մենք պարտվում ենք այստեղ, դա մնում է այնտեղ։ Կա այդ ամեն ինչը։ Գիտես իրավաբանական լեզվով ասած դե յուրը եւ դե ֆակտո։ Դե յուրը, այսինքն դա արած է, կնքած է, դրած է, ամեն ինչը վճարած է, դա քոնն է։ Բայց դե ֆակտո փաստացի այդ ամեն ինչը մենք չենք ունենում։ Ինչի, որտեղ մենք պարտվում ենք այստեղ։ Որտեղ մենք բաց ենք թողում որոշ բաներ այստեղ։ Դրա համար Պետրոսը, առաջի Պետրոս, այստեղ ուզում եմ անպայման կարդացած լինել ձեր համար, առաջի Պետրոս, հիմա ես բացեմ, առաջի գլուխ 13-րդ խոսքը, այսպես է գրած, ասում են նրա համար ձեր մտքի մեջքը գոտեպնդված և զարթնացած կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունում։ Պետրոսը զգուշացնում ասում է հարգելիներս, կա այս բանը և կա մյուս բանը։ Ինչ մենք պիտի անենք, ձեր մտքի մեջքը գոտեպնդեք։ Հալելույա, փառք Աստծուն։ Ինչի, որ ձեր միտքը թույլ չլինի, լողացող չլինի։ Ես այսօր սենց եմ զգում, սենց եմ մտածում, վաղը սենց եմ զգում, սենց եմ մտածում։ Հարգելիներս, Պետրոսը կոչ անում մեզ, որ մենք մեր միտքը պինդ պահենք։ Ոնց։ Գոտին ձգի։ Ինչ գոտի։ Ես գիտեի մենակ շալվար ունի գոտի, փաստորեն մեր միտքն էլ ունի գոտի։ Ամեն, ու Պետրոսը գիտի այդ գոտու մասին։ Ու ինքը կոչ անում, ասում է, լսեք, մի եղեք լողացող ձեր մտքերի մեջ, հա? Մի թույլ տու, որ անհաստատություն գա քո կյանքի մեջ։ Որտեվ առաքյալը գրում ասում է անհաստատ մարդը թող չկարծի, որ Աստծուց ինչ-որ մի բան առնելու, այլ հաստատակամ եղեք, հաստատ կամք ունեցեք, հաստատ միտք ունեցեք։ Ոնց, ձգեք մեր գոտիները, մտքի բայց։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Հալելույա։ Գիտես, իսկ ո՞րն է մեր մտքի գոտին։ Երբ որ մենք նայում ենք Եփեսացիս 6-րդ գլուխը, այնտեղ Աստծո սպառազինություններն է գալիս, հա, նշում, գիտես, այնտեղ էլ գոտի կա։ Ճշմարտության գոտին։ Մեր մեջքը, մեր միտքը պետք է գոտևորված լինի ճշմարտության գոտիով։ Ոչ թե ստի, հա, ոչ թե ճարտար լեզվի, ոչ թե ճարպկության գոտիով, ինչը որ այսօր շատ հաճախ մենք կարող ենք տեսնել, հա, այսպես գնա, որ ինչ-որ մի բան իրանց ուզածը տեղի ունենա, լսի ճշմարտության գոտիով գոտեպնդի քո մեջքը, քո միտքը, իսկ որն է դա, Հովհաննես 14-րդ գլխում մենք կարդում ենք, Հիսուսն ասում է ես եմ ճշմարտությունը,
Դա մի զորավոր զենք է, հարգելիներս, որ Տերը տալիս է ամեն մեկիս։ Դա մի զորավոր բան է։ Ուզում ես պինդ լինի մեջքդ, գոտե պնդիր Հիսուսով։ Հիսուսին դիր քո մտքի վրա։ Իսկ ինչ է նշանակում գոտեվորված լինել։ Գոտեվորված լինել նշանակում է, որ դու միշտ պետքա պատրաստ լինես։ Ամեն վարքյան ինչ-որ բան կարա փոխվի։ Ամեն վարքյան կարա հարված գա քո վրա։ Ամեն վարքյան կարա ինչ-որ բան փոփոխության ենթարկվի։ Քո կյանքի մեջ, ընտանիքի կյանքի մեջ, երկրի կյանքի մեջ, ազգի կյանքի մեջ, քո աղոթքների մեջ, ամեն րոպե կարա ինչ-որ մի բան փոխվի։ Տեր ինչ պիտի անեմ։ Միտքդ պինդ պահի։ Միտքդ գոտեվորած պահի։ Ամեն։ Ստեղ Պետրոսը շատ հետաքրքիր նուրբ ձևի, նորից եմ ուզում կարդալ, նրա համար ձեր մտքի մեջքը գոտե պնդած եւ զարթնացած կատարելապես հուսացեք այն շնորհքին ձեզնից չի, Տերը շնորհք ունի մեր համար եւ դա հոսում է դեպի մեզ։ Ամեն։ Այն որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունու։ Հալելույա, փառք Աստծուն, հարգելիներս։ Գիտես մտքերը գալիս են ու մեզ գցում են երկընտրանքի առաջ։ Ֆինանսներն են խոսում, մարմնի տկարությունն է խոսում, իրավիճակներն են խոսում, տարբեր առաջարկություններ են գալիս մարդկանց կողմից եւ ոչ միայն մարդկանց կողմից, տարբեր մտքեր, այսպես արա, այնպես արա, այս մի բանն արա, որ սա լինի, լավ լինի, լսեք։ Աշխարհը միշտ ուզելու է շեղել ամեն մի Աստծո զավակին։ Դրա համար հարգելիներս, մենք մեր միտքը պետքա պինդ պահենք, Հիսուսով պահենք։ Ամեն։ Հիսուսով կապենք մեր միտքը, իր արժեքներով կապենք մեր միտքը, իր պատվիրաններով կապենք մեր միտքը, ամեն իր սրբությունով կապենք մեր միտքը, որպեսզի ոչ մի պղծություն, ոչ մի չար բան չմոտենա մեզ։ Հալելույա, փառք Աստծուն։ Եվ դա ինչ է տալու մեզ, դա թույլ է տալու, որ հոգևոր աշխարհի հաղթանակները առաջի հերթին այստեղ, երկրորդ հերթին մեր կյանքի մեջ ֆիզիկապես դրսևորվեն։ Հալելույա, այդ կամուրջը կապը հաստատելու կա, բայց չի գալիս։ Արած ամեն ինչ, Հիսուսը մահացել է, հարություն առել, բայց մենք չունենք, մենք պարտություններ ունենք մեր կյանքերի մեջ, մենք տկարություններ ունենք, սայթակումներ ունենք, մոստիկ չկա, այդ կամրջակը չկա, որ ընդեղից օրհնությունները հոսի դեպի մեզ։ Հալելույա, փառք Աստծո, Տերը սովորացնում է մեզ, որ մենք ինքներս հաղթենք մեզ։ Մենք ինքներս պետքա կառուցենք այդ կամուրջը։ Ամեն։ Իսկ ո՞րն է այդ կամուրջը, դա հաղթանակն է մեր մտքերի մեջ։ Դա մեր միտքը Հիսուսով գոտե պնդած լինելն է։ Ամեն։ Ինչի, որովհետև կա եւ դա պետքա հոսի, բայց եթե հոսելու հնարավորություն չկա, ո՞նց հոսի։ Ամեն։ Մենք գիտենք, որ սա այսպես է, բայց չունենք ֆիզիկապես։ Օրենքով կա, դե յուրե կա, բայց փաստացից չունենք։ Հարգելիներս, եկեք հաղթենք առաջի հերթին մենք ինքներս մեզ։ Ամեն։ Գիտես, դա ոնց է տեղի ունեմ, դա տեղի ունեմ քիչ-քիչ։ Պարտությունը չի գալի մի անգամից։ Սատանան գող է, մենք գիտենք, որ սատանան գող է, նա սկզբում գողանում է քո միտքը, հետո գողանում է մի փոքր խոսքերդ, հետո գողանում է մի փոքր սպասումներդ, հետո գողանում է մի փոքր աղոթքներդ, մի փոքր գողանում Աստծո խոսք կարդալը, մի փոքր տանում է քեզանից։ Ամեն։ Ու մենք նայում ենք, ասում ենք, բայց ես այսպես ինչ էի։ Ես այն վաղ լավ էի աղոթում, ես այն վաղ վազում, իմ ոտքերը այն ժամանակ վազում են Աստծո գործը կատարելու համար։ Ինչ տեղի ունեցավ։ Ով բացեց աչքերս։ Ինչ փոխվեց։ Հիսուսը չի փոխվել, ժողովուրդ ջան։ Տիրոջ օրհնությունները չեն փոխվել։ Տիրոջ զորությունները չեն փոխվել։ Տիրոջ պատվիրանները չեն փոխվել։ Մենք ենք փոխվել։ Մեր սպասումներն են փոխվել։ Եթե այն ժամանակ մենք ուղղակի կուրությամբ հավատում էինք Հիսուսին, երեխեքի նման, հիմա արդեն ինչ-որ բան հասկանում ենք, ինչ-որ բան դուրներս չի գալի, ինչ-որ բան, չգիտեմ, միգուցե մեր ուզածով չի, եւ մենք մի փոքր ոնց որ թե խառնվում ենք իրար։ Պետրոս ասում է, սիրելիս, միտքդ Հիսուսով կապի։ Ամեն, նրա պատվիրաններով կապի։
Նրա սրբությունով կապի։ Թույլ մի տու, որ պիղծ մտքերը գան։ Թույլ մի տու, որ ուրիշ մտքերը գան։ Պիղծ ասելով միշտ չգիտես ինչի է մեր ազգի մեջ, երբ որ խոսում ես պիղծ մտքերի մասին, միշտ գնում սեռական ուղղությունով։ Բայց թույլ մի տու, որտեղ սատանան ամեն անգամ նետեր է ուղարկելու։ Հələ քո կողքինին նայի, հələ քո ընտանիքին նայի, հələ այս մեկին նայի, հələ քո երկրին նայի, հələ քո ազգին նայի, հələ քո աշխատավարձին նայի, հələ այս մեկին նայի, գիտես, կտրի ու կապի Հիսուսով, ճշմարտությամբ գոտևորի քո միտքը, հարգելիներս։ Ամեն։ Գիտես, Աստծո խոսքը այնքան մեծ զորություն է դնում իր խոսքի մեջ։ Մենք դինենք ինչա դուրս գալի մեր բերանից։ Գիտես ինչի, որովհետև Հիսուսը ամենալավ օրինակը տվեց մեզ։ Ինչ օրինակ տվեց։ Նա անապատում էր, հա? Քանիսն են անապատով անցել։ Ֆիզիկապես չէ, հոգևոր ձևի։ Այս մարդն գնում է դժվարությունների մեջ, ասում է, «Ոյ, անապատով եմ անցնում»։ Հասկանում ես։ Լավ, Հիսուսը լավ օրինակ տվեց անապատ անցնելու։ Ինչ էին ասում Հիսուսին։ Լուծումներ էին առաջարկում։ Սատանան լուծումներ էր առաջ, ուրիշ ոչ մի բան։ Լսի, սոված ես, հաց կտանք, պարտքեր ունես, կփակենք վարկերդ, հիվանդ ես, կբժշկվես, լուծումներ, հասկանում ես, ընքան ճշմարտան նման լուծումներ էին դրանք, բայց գիտես Հիսուս ինչ էր ասում, գրված է, ամեն, գրված է, ինչա գրված, գրված է, որ դու Աստծո զավակ ես, գրված է, որ Տերը քո առաջից է գնում, գրված է, որ նրա փառքը քեզ հետևից պահում է, գրված է, որ դու հավիտենական կյանքի մեջ ներգրաված մարդ ես, գրված է, որ քո անունը գրված է կյանքի գրքի մեջ, այսքան բան է գրված իմ մասին, ավելին, կարդա Աստվածաշունչ, կարդա Աստվածաշունչ, ունես կարդա, ոնց որ հենց քո համար է, Հիսուս ասում էր գրված է, մի փորձիր քո Տեր Աստծուն։ Գիտես մենք մեկ sense մեջներիցս դուրս ենք ասում ենք Տեր, ախր չես տենում ինչա լինում։ Ախր չես տենում իմ վիճակը։ Տեր ասում է տեսնում եմ։ Գասա մարգարեական խոսքեր ինչ որ մեկի համար։ Տերը տեսնում է քո վիճակը, հարգելիս։ Ասեմ ավելին, նա ոչ թե դա նրա կամքն է, որ չար բան է քո հետ պատահում, այլ նա թույլ է տալիս Ուզում է հասկանա դու ոնց քեզ կդրսևորես այդ վատ իրավիճակի մեջ։ Ուզում է հասկանա հələ ինչ կանես։ Մի փոքր ժամանակ իր գրկից թողելա քեզ։ Արդյոք դու կարող ես կանգնելու հաղթել։ Արդյոք դու կարող ես Հիսուսին նման կանգնել ասել գրված է։ Եդիս գնա սատանա։ Գրված է մի փորձի քո Տեր Աստծուն։ Հալելույա, փառք Աստծուն։ Տերը գիտի ամեն բան։ Տերը տեսնում է ամեն բան։ Տերը սպասում է, Տերը ամբողջը Աստծո աշկերի առաջ է, հարգելիներս։ Ոնց նա սպասում է, թե ես ոնց տանջվեմ, նա սպասում է, որ քո տանջանքի մեջ կանչես Տիրոջ անունը, որ սկսի քո բերանը բաներ խոսալ, որ առաջ չի խոսացել, որ քո բերանը չխոսա բաներ, որ խոսացել առաջ։ Ամեն, մեր միտքը, հարգելիներս, կարիք ունենք Հիսուսով մաքրելու։ Մեր միտքը կարիք ունենք Հիսուսով փաթեթավորելու։ Հասկանում ես, սատանան, որ գա ուղարկի իր նետը, նա տեսնի, որ վերջ Հիսուսն է քո միտքը։ Հիսուսով պաշտպանված է քո միտքը։ Ու երբ որ քո միտքը պաշտպանված է, քո բերանը սկսում է ճիշտ բաներ խոսալ։ Ամեն, քո լեզուն սկսում է ճիշտ բաներ խոսալ։ Ինչ է խոսում։ Գիտես Աստվածաշունչը այնքան հրաշալի օրինակներ ունի։ Մեր կյանքերի համար։ Եկեք ես այստեղ ասեմ, թվոց 13-րդ գլուխ չեմ կարդալու։ Սա այն հատվածն է, որտեղ լրտեսներ էր ուղարկել Քանանի երկիր։ Հա? Սա մեր կյանքն է, հարգելիներս, Քանանի երկիրը մեր կյանքն է։ Ամեն։ Մի հոգի, հա, համաձայն շնորհակալություն։ Հիմա ես կփորձեմ ավելի մանրամասել դա։ Ինչ ես տեսնում դու քո կյանքի մեջ։ 10 հոգի պրոբլեմ էին տեսնում։ Ամեն, 2 հոգի տեսնում էին այն ինչ որ Տերը խոստացել է իրանց։ Քանանի երկիրը խոստացել էր, չէ՞ Իսրայելին։
ասել լսի ձեզ եմ տալիս, մտեք ժառանգեք։ Տերը խոստացել է մեզ հարգելիներս։ Այնքան բաներ։ Ուզում եմ որ այս պահին հիշես ինչա Տերը խոստացել քեզ։ Այս պահին հիշի ինչա Տերը խոստացել քեզ։ Իր կամքի համեմատ։ Բայց դու նայում ես քո կյանքին ասում ես լսի, այնտեղ այնքան հսկաներ կան, հսկա խնդիրներ կան։ Մենք չենք կարող։ Հա լավ կլինի, բայց ես չեմ կարող։ Տերը ասում է լսի, հələ ուշադիր նայ։ Ուշադիր նայ քո կյանքին։ Կան խնդիրներ, բայց Տերը խոստացել է Քանանի երկիրը քեզ։ Գիտես թերա հավատության պատճառով մարդիկ, ովքեր չկարողացան իրենց հաղթել, չմտան Քանանի երկիր։ Հարգելիս չեմ ուզում, որ այդ բանը քո հետ լինի։ Հաղթիր քեզ։ Տես բաներ, որ ուրիշները չեն տեսնում։ Ամեն խոսա բաներ, որ ուրիշները չեն խոսում։ Խոսա բաներ, այն ինչ որ Տերը խոստացել է քեզ, այն ինչ որ ասել է քեզ, այն ինչ որ թույլ է տվել, ասել լսի, սա քո համար է։ Ամեն։ Տես եւ սկսի խոսալ դրա մասին։ Բոլոր դեպքերում Թվոս 13:31-ում Քաղեբ ասում է մենք կարող ենք դա վերցնել։ Իսկ 32-րդ խոսքում ասում է լսի մենք չենք կարող դա վերցնել։ Դες պայքար է գնում այստեղ։ Տեր դու ինձ ասել ես, որ ես փրկված եմ։ Ու հանկարծ ուժեղ մտքեր է գալի փրկության հետ կապված։ Այնքան վատ մտքեր, որ նույնիսկ հասկանում ես փրկված ես թե չէ։ Լսի, բայց Տերը ասել է։ Այդ Քանանի երկիրը Տերը տվել է քեզ։ Ամեն մի նայիր բարձրահասակ խնդիրներին։ Նայ Տիրոջ խոսքին։ Ամեն։ Գիտես, ես վերջի մի 7-8 ամիսը մի քիչ դժվար ժամանակների մեջով եմ անցնում իմ անձնական կյանքում։ Ու ես գիտես ինչ եմ սովորել, որ չնայեմ էլ կողքերս։ Ամեն։ Մեկը էս ասում, մեկը ինա դու նայ Հիսուսին, իսկ Հիսուսը ինչ ասում։ Ամեն։ Գիտես Հիսուսը ինչ ասում, ասում լսի դու ինձ նայ։ Ոչ մեկի հետ գործ չունես։ Ոչ մեկի հետ գործ չունես։ Կապ չունի։ Ամեն։ Եկեք բարձր Տիրոջը ծափարենք։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր։ Գնում ես բանկ, նայում են քո թվերին, ասում են լսի, էլ չենք կարա քեզ վարկ տանք, որտե այնքան շատ ունես։ Անցնում ես, գնում ես բժշկական ստուգման, ասում են, օ լսի, առողջությունդ մի քիչ սենց է։ Էդ էլ ես անցնում։ Գնում ես հարաբերությունների մեջ ընտանեկան բարեկամների խնդիրներ կան։ Այն մեկը խնդիր է, այն մեկը խնդիր է, այն մեկը խնդիր է։ Ասում ես Տեր, ինչ անեմ, ու Տերը ասում է լսի, ինձ նայ։ Նայ ես քեզ ինչ եմ ասում։ Ֆինանսական խնդիրներ են, Աստծո խոսքը ասում է Տերը լրացնում է իմ կարիքները։ Հո, հալելույա։ Գիտես այս խոսքերը նրա համար չի որ ասենք ու մեկը ծափ տա։ Այս խոսքերը գիտես ինչի համար է, որ դու ամեն օր քեզ ասես։ Ամեն օր Տերը լրացնում է իմ կարիքները։ 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 Օ! Բայց սա վերջը չի։ Սա պրծնում ես, նայում ես քո բժշկական թղթերին, ու ասում ես, ես բժշկված եմ Հիսուսի վերքերով։ 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 Հալելույա։ Մի կողմ ես քայլանում ու տեսնում ես լսի չար բաները հարցակվել են քո վրա։ Դու ասում ես չար բան չի մոտենա իմ բնակարանին։ Չար բան չի մոտենա իմ բնակարանին։ Չար բան չի մոտենա իմ բնակարանին։ Չար բան չի մոտենա իմ բնակարանին։
Չար բան չի մոտենա իմ ընտանիքին, չար բան չի մոտենա իմ սերունդներին, չար բան չի մոտենա իմ բիզնեսին, չար բան չի մոտենա ինձ, չար բան չի մոտենա իմ մեքենային, չար Շո՞։ Հարգելիս, սովորի հաղթել քեզ։ Իրավիճակները միշտ խոսալու են քեզ։ Ամեն Բայց բանը, բայց տկարությունը, բայց պակասությունը, բայց վարկը, բայց պարքը, բայց անցան չբարևեցին, լսի, տես, Տերը ինչ է ասում քեզ, ամեն, ինչ է ասում Տերը, ասում է, լսի, դու իմ զավակն ես, կան մարդիկ ովքեր հիվանդ են, խնդրում ձեռդ բարձրացրա, կապ չունի ինչ հիվանդություն, նույնիսկ միգուցե ուռուցքներ ունես, ճարպագուն դա կամ չգիտեմ ինչա։ Տերը ասում է դու բժշկված ես։ Տերը ասում է դու բժշկված ես։ Չեմ մարգարեանում, Աստծո խոսքն է ասում է դուք բժշկված եք իմ վերքերով։ 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 Ով վախեր ունի։ Ցանկացած Լսի Տերը ինչ ասում, ասում է ես քեզ ծառայի հոգի չեմ տվել, որ վախենում ես, ես քեզ որդեգրության հոգի եմ տվել, ես որդեգրված եմ բարձրյալ Աստծո կողմից, ես որդեգրված եմ բարձրյալ Աստծո կողմից, ես որդեգրված եմ բարձրյալ Աստծո կողմից, ես ծառայի հոգի չեմ առել, որ վախենամ, ես որդեգրված եմ բարձրյալ Աստծո կողմից, հաղթի քեզ, հեշտ է, չէ? Մի փոքր մաստեր կլաս է, ու վերջ։ Եվ որ դու տանը մենակ ես, հեռախոսդ մի կողմ գցիր, որովհետև դա չի քեզ բժշկելու, դա չի բացելու Տիրոջ օրհնությունները քո համար, բացելու է քո խոսքերը։ Հիշում ես հոգևոր աշխարհում ամեն ինչ կա, ու այդ կամրջակը դեպի քո ֆիզիկական կյանք, դա քո խոսքերն է։ Ամեն մի խոսք դավանելուց մի պուճուր մոստիկ է սարքում, կամրջակ է սարքում, ու մեկ էլ տեսնում ես դու գնում ես ու Տիրոջ օրհնությունները հետևիցդ գալիս են։ Ամեն, հաղթիր քեզ, սովորացրու ինքդ քեզ, որ դու պետքա հաղթված լինես Աստծո կողմից։ Հալելույա, փառք Աստծուն։ Տերը քանան է պատրաստել, ժողովուրդ ջան։ Տերը քանան է պատրաստել։ Ում համար է պատրաստել։ Հալելույա։ Տերը քանան է պատրաստել ամեն իրան հավատացողի համար։ Ամեն։ Վայ ես կողքից ցավը, լսի, դու բժշկված ես Հիսուսի վերքերով։ Ամեն։ Դու կապ չունի բժիշկներաս, փառք Աստծո բժիշկների համար, ասեմ ձեզ։ Տերը օրհնի բոլոր բժիշկներին, որ ապաշխարեն։ Դու վերցնում ես բժիշկը ասել է, ու ժպիտը ծառում է դեմքիդ։ Բայց Տերը ասում է, ես ինչ եմ ասել, բզում է կողքից։ Ես ինչ եմ ասել, մի մոռացի, ես ինչ եմ ասել։ Տերը ասում է, դու բժշկված ես Հիսուսի վերքերով։ Հալելույա։ Մի եղի 10 հոգու նման, հարգելիներս, 10 ասում են, գիտեք, Իսրայելին, մենք չեն կարող ժառանգենք այդ Քանանի երկիրը, Տիրոջ օրհնությունները մեր համար չի, կավա Տերը ասել է, բայց մեզ նկատի չի ունեցել, լավ էլ հենց քեզ է նկատի ունեցել, լավ էլ հենց այդ խոստմունքները քոնն է, լավ էլ այդ ամեն ինչը հենց քեզ է վերաբերվում, ամեն, փաթաթի միտքդ Հիսուսով, Հիսուսի սրբությունով, Հիսուսի պատվիրաններով, քայլի Հիսուսի պատվիրանների մեջ, ամեն, ու այդ օրհնությունները կգան ու կհասնեն քեզ, Հիսուսի օրհնությունները կգան ու կհասնեն քեզ, հալելույա, փառք Աստծուն, Տերը օրհնի, գիտես քո խոսքերը, մի փոքր սրա մասին ուզում եմ խոսալ, քո խոսքերը դրանք փոքր զինվորիկներ են, քո ամեն մի խոսքը փոքր զինվորիկ է, որը կամ պայքարում է քո համար, կամ պայքարում է քո դեմ, հա,
Մի փոքր հիմա կփորձեմ մի փոքր բացել։ Ամեն մի խոսք, որ դուրս է գալի քո բերանից, դու հրճակում ես։ Դա զինվորներ են, որոնք գնում են, պայքարում են, որպեսզի հոգևոր աշխարհից մոստը սարքեն ու Տիրոջ օրհնությունները բերեն քո կյանքի մեջ։ Ամեն։ Չեմ ուզում ասեմ ով ինչքան զինվորիկ ունի, դա փոխաբերական է, որ սա թազա նոր ուսմունք չի։ Ամեն։ Բայց երբ որ դու բացասական բաներ ես խոսում քո համար, քո այդ խոսքերը սկսում են պայքարել քո դեմ, որ դու չունենաս Տիրոջ օրհնությունը։ Ինչա խոսում քո բերանը։ Ամեն։ Ինչ ես դու ընդհանրապես մտածում։ Հասկանում ես, արդյոք քո միտքը մտածում է Աստծո խոսքի կարևորության վրա։ Տիրոջ խոսքի մեջ այնքան զորություն կա։ Հասկանում ես ինչքան կա։ Չգիտեմ ում է երբևիցե հոսանքը խփել։ Դες սխալ բան ես արել, չէ՞։ Աստծո խոսք ավելի զորավոր է, հարգելիներս։ Ավելի զորավոր է, գիտես ինչ, նայ որ հոսանքը խփում է, դու մի անգամ զգում ես, չէ՞ որ հոսանքը խփում է։ Նենչի որ ոչ մի բան էլ չես զգում։ Լավ էլ դրսնում է։ Նենց է դրսնում որ մազեդ բիզբիզ է կայնում։ Տիրոջ խոսքը ավելի զորավոր է, հարգելիներս։ Երբ որ ինքը կգա, չի դրսնի, բայց բոլորը կտեսնեն Տիրոջ հրաշքը։ Ու դու կասես, լսի, Տերը հրաշք արել իմ կյանքի մեջ։ Եվ դա քեզանից չի, դա նրանից է, որտեղ Տերը զորավոր բաներ ունի ամեն մեկիս համար անելու։ Հալելույա, փառք Աստծուն։ Խոսա, դավանի, թույլ տու, որ քո բերանից այդ զինվորիկները դուրս գան ու սկսեն պայքարել քո համար։ Ինչ է տեղի ունենում, երբ որ ասում ես ես բժշկված եմ Հիսուսի վերքերով։ Զինվորիկները խոսքի զորությունը սկսում է քո մարմնի մեջ պտտվել։ Ամեն։ Ինչ է նշանակում, երբ որ ասում ես Տերը լրացնում է իմ կարիքները։ Խոսքը զորությունով սկսում է քո կարիքների վրա աշխատել ու փոխվում են քո կարիքները։ Ամեն, հալելույա, երբեք մի հրաժարվի քո քանանից։ Ամեն, կապ չունի իրավիճակները ինչ են ասում։ Կապ չունի քո խնդիրները ինչքան բոյով են։ Կապ չունի ոչ մի բան, կապ չունի Տերը ասելա քոննա, ուրեմն քոննա։ Տերը ասելա քոննա, սեփականաշնորի Աստծո խոստմունքը քեզ հարգելիս։ Հալելույա, փառք Աստծուն։ Երբ որ դու նայես կողքդ ինչ է կատարվում, հələ ես մի կողմը նայեմ, հələ գործ չունես կողքդ ինչ է կատարվում։ Կապ չունի ինչ է կատարվում, կապ չունի քեզ ինչ են ասում։ Ամեն, կապ ունի Տերը քեզ ինչ է ասում։ Եվ կապ ունի արդյոք դու հավատում ես Տիրոջ ասածին թե ոչ։ Ամեն, այսա կապ ունի։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, մենք մեր կյանքերի մեջ հաճախ երես հանդիպում ենք այն իրավիճակներին, ինչի մեջ որ ես ու դու գտնվում ենք։ Վերջի տեղն եմ ուզում կարդալ ու այնուհետև կառաջարկեմ, որովհետեւ մենք միասին աղոթք անենք։ Սաղմոս 23-րդ գլուխ։ Սա հանրահայտ Սաղմոս է, հանրահայտ։ Տերը իմ հովիվն է եւ այդպես բոլորը գիտեն։ Բայց ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել 5-րդ խոսքի վրա։ Սա զորավոր խոսք է։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Չգիտեմ ինչքանով է հասկանալի սա, ես հիմա կփորձեմ բացատրել։ Ես նայեցի մի քանի թարգմանություններ, նայեցի բացատրական բառարանը եւ այլը, սենց է, Տերը մի հատ մեծ միջոցառում է կազմակերպում քո համար, քո թշնամիների մեջ։ Պատկերացնում ես, թշնամիներն են, ու Տերը հենց այդ թշնամիների մեջտեղում ռուսեն ասած տրապեզա, հա, մեծ ճաշկերույթ է գցում քո համար, քո թշնամիների դիմաց։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, կարող մի հատ հեռու տեղ այդ ճաշկերույթը կազմակերպել քո համար, որ ոչ մեկն էլ չտենար, բայց հենց քո թշնամիների դիմաց, քո վախերի դիմաց, քո հիվանդությունների դիմաց, քո պարտքերի դիմաց, այն բաների համար, որ խնդիր է քո համար, Տերը հենց իրանց աչքի առաջը սեղան է գցում։
Հալելույա, փառք Աստծուն։ Ամեն։ Ցույց է տալիս։ Ինչը, որ դու իր զավակն ես։ Ամեն, որ դու իր զավակն ես։ Ու գիտես շարունակություն ուզում եմ անպայման կարդալ, ուշադիր լսի։ Դու իմ առաջին սեղանը ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխն ես օծում։ Յուղով ես օծում ու իմ բաշակը խիստ լիքն է։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես ինչ ասա նշանակում, հարգելիներս, երբեք մի փախիր քո թշնամիներից։ Մի ասա, վայ ես չեմ ուզում հանդիպեմ իմ թշնամուն։ Դու լավ էլ հենց հանդիպի։ Ամեն, իշքան փախնես ինքը այնքան քեզ նեղելու է։ Հա? Վայ էսի ինչ է, վայ էնի ինչ է, լսեք, պատերազմ հայտարարի։ Ամեն։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Պատերազմ հայտարարի ու հռչակի Հիսուսի հաղթանակը։ Պատերազմ Հիսուսի հաղթանակը։ Պատերազմ հիվանդության դեմ Հիսուսի հաղթանակը։ Պատերազմ քո պարտքերի դեմ ու Հիսուսի հաղթանակը։ Պատերազմ քո ընտանիքի անդամներ, որոնք փրկված չեն, ու Հիսուսի փրկությունը, Հիսուսի խոսքը, Հիսուսի կամքը, Հիսուսի զորությունը։ Հռչակի։ Ամեն։ Ու ինչա դա լինում, դու ուզես թե չուզես շուտ ուշ հանդիպելու ես քո թշնամիներին երես առերես։ Ավելավ Աստծուն հետը տար։ Ամեն։ Հետը տար, նա կասի, այ հիմա ստեղ նստի, ու ինքը մի հատ sense մեծ ճոխ ճաշկերույթ կդնի քո առաջ։ Նենց որ քո թշնամիները տենան։ Որ տենան, որ դու ուխտի մեջ ես Աստծո հետ։ Սատանան տենա, որ դու ուխտի մեջ ես Աստծո հետ։ Քո հիվանդությունը տենա, որ դու ուխտի մեջ ես Աստծո հետ։ Քո այն վատ բաները, վատ սովորությունը տենա, որ դու Աստծո հետ ուխտի մեջ ես։ Հալելույա, փառք Աստծուն։ Եթե Տերը քո հետ է, եթե Տերը քո հետ է, ով, ելով, ոնց, հալելույա, փառք Աստծուն, բաց մի թող Աստծո ձեռքը, հարգելիներս, բաց մի թող սկսի առաջի հերթին հաղթել ինքդ քեզ, ամեն, ես ինչ ես ինչ բանը ասեց, այ մարդ, Հիսուսի ինչ է ասում, էսի է, ոնց ես հաղթում քեզ, ես ցույց տվեցի ստեղ, մի փոքր դրվակ, իմ կյանքից, ամեն, լսի, անպայման չի, որ դանակը ոսկորին հասնի, նոր մենք սկսենք Աստծուն հավատալ։ Անպայման չի, որ դանակը ոսկորին հասնի, որ փոխվի մեր աղոթքի որակը, մեր աստվածապաշտության որակը։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Անպայման չի, մենք սայթակենք ընկնենք գետնին, որ նոր սկսենք Տիրոջ երեսը փնտրել։ Փնտրի Տիրոջ երեսը, երբ որ կանգուն ես։ Ամեն։ Թող քո աղոթքի որակը փոխվի այն ժամանակ, երբ որ դու պարզապես ինչ-որ բան սովորականը դարձել քո համար։ Ասա Տերը, չեմ ուզում, որ սա սովորական դառնա։ Ես ուզում եմ հաղթանակ։ Ես ուզում եմ ամեն օր հաղթանակ։ Ես ուզում եմ ամեն ժամանակ հաղթանակ։ Ես ուզում եմ աղոթեմ ու դու պատասխանես ինձ։ Ես ուզում եմ կանչեմ քո անունը ու քո քաղցը ներկայությունը գրկի ինձ։ Հասկանում ես ինչի մասին է։ Բայց Տերն ասում է, ախր ուզում եմ, որ դու էլ քեզ հաղթես։ Տերը իր կողմից ամեն ինչ արել է, հարգելիներս։ Դու հաղթիկ ես։ Դու տես Տերը ինչ է ասում։ Ամեն։ Մի եղի մարդկանց նման, ովքեր ծռմռում են Աստծո խոսքը։ Մի եղի մարդկանց նման, ովքեր որ փորձում են իրանց հարմարացնել Աստծո խոսքը։ Հասկանում ես։ Ճիշտ է Աստծո խոսքը սենց ասում, բայց այս պահի սենց է։ Տենց չի։ Մի պարտվի քո մտքի մեջ։ Մի թույլ տու, որ աղավաղվի Աստծո խոսքը։ Տերը իր խոսքի հետևը կանգնած է։ Տերը իր ասացի հետևը կանգնած է։ Գիտես այդ Տերը ով է։ Մի խոսք երկիրը ստեղծվեց։ Մի խոսք ձկները ստեղծվեցին։ Մի խոսք արևն ու լուսինը ստեղծվեցին։ Ու այդ Տերը իր խոսքի հետևը կանգնած է։ Ու ասում է դու բժշկված լուծված է քո հարցերը, հրամայել եմ իմ հրեշտակներին պայելու քեզ, որ քո ոտքը քարին չկպնի, հաղթիր քեզ, ստեղ առաջի հերթին, բնավորությունդ, եկեք ոտքի կանգնենք, առաջարկում եմ, որսի մենք միասին աղոթենք, երկու բանի համար, ամեն, երկու բանի համար, առաջինը, որ փոխվի մեր հոգևոր կյանքը,
Ամեն, որ փոխվի մեր հոգևոր կյանքը։ Երկրորդը, որ մենք սկսենք հաղթանակներ ունենալ մեր կյանքի տարբեր բնագավառներում։ Ես մարդիկ ասում են, «Օ, հովիվ, ես չեմ կարող լեզուն զսպեմ»։ Շատ վատ է։ Ոչ թե վատ է, այլ շատ վատ է։ Եթե ձեր մարդկա ես ասեմ, դա սարսափելի է։ Ոչ թե վատ է։ Նա ասում է, ոչինչ, չէ, ոչինչ չի, շատ վատ է։ Մարդը ասում է, ես չեմ կարողանում մեղքը գործել։ Լսի, ահա որ է։ Դու դժոխք ես այդ։ Չեմ վախեցնում։ Փորձում եմ մի փոքր ավելի բացել քեզ Աստծո կամքը։ Ամեն։ Դու մի մտածի, որ Տերը ողորմած է։ Իհարկե Տերը ողորմած է։ Բայց եկեք այդ ողորմությունը չհարաշահենք։ Ամեն։ Տերը չուզում, որ մենք մի կերպ փրկվածներ լինենք, հարգելիներս։ Տերը ուզում է, որ մենք երկինք մտնենք որպես հաղթողներ։ Գիտես ինչ է նշանակում հաղթողներ, որոնք իրենց անձերը չսիրեցին մինչև մահ։ Որ արյուն թափելու չափ հակառակ կանգնեցին սատանային։ Հաղթողներ, որոնք ունենան հատուկ տեղ եւ նշանակություն երկնքում։ Եկեք աղոթենք։ Հալելույա քեզ Տեր Աստված։ Տեր, մենք բոլորս ենք քո առաջ արքա։ Մենք բոլորս քո առաջ ենք Տեր, ու դու գիտես ամեն մեկիս ինչի մեջ որ մենք այսօր կանք Տեր։ Դու գիտես մեր լավ ու վատ կողմերը Տեր Աստված։ Դու գիտես մեր սայթակումները ու դու գիտես մեր հաջողությունները Տեր։ Դու գիտես Տեր Աստված մեր պարտությունները մեր կյանքերի մեջ եւ դու գիտես մեր հաղթանակները Տեր։ Ամբողջը քո առաջ է Տեր։ Տեր Աստված մենք աղոթք ու աղաչանք ենք բարձրացնում քեզ արքա եւ մենք խնդրում ենք Տեր, որ դու օգնես մեզ, որ մեր հոգեվոր կյանքը ավելի մի քայլ բարձր ավելի լինի Տեր։ Մի քայլ ավելի մոտ լինենք քեզ Տեր ջան։ Մի քայլ ավելի ու ավելի Տեր։ Մի քայլ Տեր։ Մենք գիտենք որ դու ունես ավելին մեր համար արքա։ Մենք գիտենք որ դու ունես ավելին մեր համար Տեր։ Եվ մենք աղոթք ու աղաչանք ենք բարձրացնում քեզ Տեր։ Խնդրում ենք օգնիր մեզ, որ մենք մեր կյանքի տարբեր բնագավառներում, տարբեր ժամանակների մեջ հաղթանակներ ունենանք Տեր։ Հաղթանակներ, որոնք կփառավորեն քեզ։ Հաղթանակներ, որոնք մեր կյանքերից դուրս կշպրտի մեզ հակառակ ձեռագիրը։ Հաղթանակներ, որոնք Տերական կմեծարեն քեզ։ Հաղթանակներ Տեր, որոնք քո բերանը խոսացել է հազարամյակներ առաջ։ Հաղթանակներ Տեր, որոնք որտեղ դուրս կգան մեր բերանից որպես վկայություն։ Օգնիր մեզ Տեր, որ ամեն մեկս մեր կյանքերում մեր քանանները գրավենք Տեր։ Մեր քանանները մտնենք Տեր Աստված։ Թող գնա մեզանից ամեն անհավատություն։ Թող ամեն անհավատություն պարտված լինի։ Թող ամեն իրավիճակներ, որոնք շրջապատում են մեզ, փոխված լինեն Հիսուս Քրիստոսի անունով։ Թող ամեն իրավիճակներ փոխվեն Տեր Հիսուսի զորավոր անունով։ Թող ամեն հիվանդությունները հեռանան, որտեղ մենք քո վերքերով բժշկված ենք Տեր։ Թող ամեն պարտքերը, ամեն վարկերը, ամեն ֆինանսական լուծը եւ կապանքը վայր ընկնի, որովհետեւ դու լրացնում ես մեր կարիքները։ Որովհետև դու լրացնում ես մեր կարիքները Տեր, որովհետև դու օծում ես մեզ Տեր Աստված, որովհետև Տեր այդ ճաշկերույթը որ կազմակերպում ես մեր համար, մեր թշնամիների դիմաց Տեր, այդ ցուցադրական բանը Տեր, հալելույա, որ մենք քո զավակներն ենք Տեր, մենք քո զավակներն ենք Տեր, եւ դու մեր հայրն ես Տեր Աստված, եւ դու մեր հայրն ես Տեր, մենք քո զավակներն ենք Հիսուս, մենք քո զավակներն ենք Հայր։ Տեր, հաստատիր քո խոսքը հրաշքներով ու նշաններով մեր կյանքերի մեջ։ Թող մենք տեսնենք ու լսենք Տեր Աստված, մեծարենք ու փառաբանենք քո սուրբ ու հզոր անունը Տեր։ Հալելույա քեզ։ Հալելույա քեզ Տեր։ Հալելույա, փառք Աստծուն։ Ամեն։ Հալելույա, հաղթիր քեզ,
Ու դու կասես Տեր, ես եի, ու Տերը կասի չէ, ես եմ։ Հալելույա, փառք Աստծո։